Բարև ձեզ, շատ սիրելի հետևորդներ ջան։ Այսօր ձեր հետ ուզում եմ պատրաստեմ կոնվերտիկը, գերեչի բուտերբրոդը, բայց սարքելու եմ լավաշով։ Սարքելու եմ ինձ համար և աղբորս համար։ Մեզի պետք է սասսկի, պանիր, մայոնեզ ու կետչուպ ու ապարատը, սպիցիալնի ապարատը։ Եկեք առաջինը պատրաստենք սոուսը, հետո արդեն կալբասը կկտրտենք ու պանիրը։ Պանիրը չենք ճորկայելու, պանիրը կկտրտելու եմ։ Դուք կարող լցնեք տոմատ, սմետան, կարող մենակ տոմատ, կարող մենակ սմետան, ոնց սիրում եք։ Այդքան քիչ եմ սարքում, շատ պետք չէ։ Եկեք լավ մի քիչ լցնենք, շատ քիչ է լավ։ Սոուսից փրծանք։ Դե հաց արդեն կտրտած է մոտս, եկեք սասսկի վերցենք։ Մի հատը հերիքան։ Կաշին հանեմ։ Որ լավաշի մեջ եմ սարքում, կտրտում եմ, ոչ ասենց երկար եմ կտրտում, բա որ սարքում եմ բոքոնի մեջ, կտրտում եմ կլոր ձևի։ Ու հետո ասենց եմ կտրտում ետել։ Շատ հեշտ է պատրաստվում։ Մի հատ սասսկին բավական է մեզի։ Եկեք լցնենք տարեկանի մեջ։ Վերցում ենք պանիրը։ Շատ հեշտ ձև, սենց կտրելու եմ պանիրը։ Ու սենց եմ անում։ Ես սիրում եմ, երբ պանիրը շատ է։ Այդքան է բավական։
Հիմա սկսում եմ պատրաստելը։ Ապարատ ասենք տաքացել է, կանջատեմ, որ շատ չտաքանա լրիվ վառվի։ Հիմա սկսում եմ պատրաստել։ Լավաշը մի քիչ շատ է թրջվել, դրա համար էլ սենց փխուր է։ Բայց ոչինչ։ Если мы запечи, սրտը մեսկում, ու եկեք սկսենք պատրաստելը։ Ու շատ հեշտ է հավաքելը։ Ես մեջտեղն եմ ամեն ինչը դնում, ու սենց հավաքում եմ։ Տենց ավելի հեշտ է իմ համար։ Տեսեք, ոնց սիրուն ստացվեց։ Մի հատ տարակավեցեմ, որ դնեմ մեջը։ Տեսեք։ Մեկ ինչ փխուր է ստացվել։ Կարեք պատրաստեք, շատ հեշտ է պատրաստում։ Կարեք դուխովկան էլ դնեք, դուխովկան էլ քալվի։ Արդեն կարանք միացնենք վերապարատը, եսի դնեմ կողք, как разы սարքեմ սոուսը։ Եսի միզիլ պեչի։ Եկեք մի հատ պանիր կտրեմ։ Սենց բարակ շերտ։ Դնեմ ես կոմոր չխանգարի մեզի։ Հավաքում եմ։ Հիմա այդ ամեն ինչը հավաքեն ու միանանք էլի իրար հետ։ Կողքս մաքրին, հիմա կարանք սկսենք արդեն շարերը մեջը։ Լավ տաքացել արդեն։ Սենց
Դնում ենք։ Կակրազ 4 հատը տեղավորով։ Այսօր մոդս ամեն ինչը կակրազ է ելնում։ Հիմա սպասում ենք միջև պատրաստվի ու տենանք որդ ենք միանում։ Պետք է որ արդեն պատրաստել, հիմա նայենք։ Վայ, արդեն պատրաստա, տեսեք ինչ սիրուն ուզորտվեց ու կարմրացրեց։ Հիմա հանենք։ Ինքը ժամանակով չի պատրաստվում, բայց պրիմերնի ժամ եմ ես դրել, որ ինքը պատրաստում է 2-4 րոպե տենց։ Անցավ 4 րոպե, պետք է որ էլածել է արդեն։ Հեսա իրար հետ կկտրենք ու կտենանք։ Գնանք սեղանի մոտ։ Տատիկի հետևորդներ ջան, սարքին վերջացեցի, լիմանաթը դերիմ կողքս, սալֆետկա ամեն ինչ դերեցի կողքս, հիմա ուզում եմ փորձեմ, համե ձեզի ցույց տամ։ Ուզում եմ սենց կտրեմ, որ տնակ ոնց է հալվել, հələ տեսեք։ Հələ պանիրը տեսեք։ Հիմա եկեք փորձեմ։ Ասեցի ձեզ, տեսեք լավաշ ինչքան փխուր այլ է, արդեն հելնում է։ Շատ համով է ստացվել։ Ասել են ձեզ արդեն պատրաստեք, համով զավտրակ, կամ էլ կարաք պիրիկուս անեք, շատ համեղ է։ Փորձեք, այդ ռեցեպտը շատ հեշտ է։ Կարաք սասիսկի տեղը կալբաս դնեք, բայց ես կալբասով չեմ սիրում պրոստը։ Շատ հեշտ է պատրաստվում։ Պատրաստեք երեխեքի համար, թոռների համար, կամ էլ երեխեքը փոքր կարան պատրաստեն իրենց համար։ Դե ինչ ասեմ։ Հիմա ուտեմ բրծնեմ, պետքա պիլասոսեմ, ամաները լևան, բայց աման լևանը ցույց չեմ տա։ Էլ ինչ կարամ ասեմ։ Ինձի բարի ախորժակ, ձեզեր բարի դիտում։ Կերան վերջացրիմ, հիմա պիլասոսեմ արդեն ու փոշիներ կվերցեմ։ Արդեն կուխնին դասավորել եմ, տեսեք, ամաները ամեն ինչը լվացել եմ։ Մնացել է պիլասոսեմ։ Դե եկեք սկսենք։ Սա փոշիները վերցեմ, հեսա սեղանի մոտինը։ Ուժեղացնեմ մի քիչ։ Պիլասոսով շատ հեշտ է մաքրվում։ Լուբոյ կեղտ է սիրեք։ Տեսեք, մի րոպե տվեց, որ սաղ կուխնին մաքրեմ։ Հիմա էլ գնամ փոշիները վերցեմ ու ձեզից ցույց տամ։ Ինչով եմ ու ոնց եմ ես վերցնում փոշիները։ Տատիկի սիրելի հետևորդներ ջան, փոշին վերցելու եմ այս կամոդի վրա ու տելևիզորի վրա, որտեվ դուրը որ բացում ենք, մենք ստե դուր ունենք, փոշին գալիս է
Փոշին տուն է գալիս ու կպնում է սաղ այդ մեբելի վրա։ Այս փետով սպիսալնի սա կմաքրեմ շուտ։ Ահա տեսեք ինչ։ Այս ամեն ինչը վերցնում ես կողմ։ Նկարի վրա ես սրբեմ, սենց փոքրը։ Դիրիմ ամեն ինչը իր տեղը։ Հիմա գնամ ձեզի ցույց տամ տատիկի շատ սիրած ծաղիկների մոտ։ Տեսեք։ Ամեն ինչ դասավորիմ։ Կուխնին մաքուր է։ Հիմա ուզում եմ ցույց տամ տատիկի ամենասիրած ծաղիկները։ Տեսեք։ Այդ ծաղիկներով ուզում ավարտեմ իմ հոլովակը, բաժանորդագրվեք տատիկի կանալի վրա, լայքեք, գրեք լավ կոմենտարաներ։ Ցտեսություն, մինչ նոր տեսահոլովակ։